2024 թվականի նոյեմբերից թափուր մնացած հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի պաշտոնը ի վերջո զբաղեցվեց։ Քննարկման արդյունքում նախագծով առաջարկում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակել Արթուր Արտուշի Նահապետյանին։ Խնդրում եմ հաստատել։ Անցել է մրցույթային հանձնաժողովը բավականին ներկայացուցչական կազմ ունի տարբեր պետական մարմիններից, այդ թվում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից եւ 3 տեխնացուներ ներկայացվել են կառավարության քննարկմանը եւ ես բոլոր տեխնացուների հետ 2 փուլով ունեցել եմ հանդիպում եւ ունեցել եմ քննարկումներ եւ քննարկումների արդյունքում որոշում եմ կայացրել Արթուր Նահապետյանի տեխնացությունը ներկայացնել կառավարության հաստատմանը։ Արթուր Նահապետյանն այս պաշտոնը պատիվ ու պատասխանատվություն է համարում, վստահեցնում է գործադրելու է առավելագույն ջանքեր կոմիտեի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար։ Այդ առումով փորձելու եմ ավելի ամրապնդել իրավասու մարմինների հետ համագործակցությունը, անել հնարավորը, որպեսզի կոռուպցիայի դեմ մեր պայքարը եւ դրա արդյունքը տեսանելի լինի առաջնային շահառուի Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար։ Հակակոռուպցիոնի արդյունավետության ցուցիչ Նստ վարչապետի ոչ թե հարուցված քրեական գործերի, այլև դրական, դատական ելք ապահոված գործերի թիվն է։ Քրեական գործի հարուցման մեջ ոչ մի այտենց համեն դեպս ծավալի առումով ոչ մի դրամատիկ բան կարող է եւ չլինել։ Այսօր կարող է հարուցվել, վաղը կարող է կարճվել նույն հաջողությամբ կամ գնալ դատարան ավարտվել արդարացմամբ։ Զարմանքով եւ եթե անկեղծ ասեմ, մի փոքր զայրույթով արձանագրեցի, որ մեր մոտ կան քրեական գործեր, որ 2018 թվականից աղմուկ աղաղակով մեծ բաներով տենց լրատվական ուղեկցությամբ քրեական գործը հարուցվել է, հիմա մեկ էլ մի օր հիշում ենք, ասում ենք այդ քրեական գործը որ տենց լրատվականների առաջին էջերում էր, բա ինչ եղավ եւ ստանում ենք մի կարճ տեղեկանք, նախաքննությունը շարունակվում է։ Հայաստանի Հանրապետությունում մշակութային աճուրդների դաշտը կայացած չէ։ Օրենքի նախագծով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը փորձ կանի կանոնակարգել ոլորտը։ Նախագծի ընդունմամբ նախատեսում ենք, որ կապահովի արվեստի շուկայում նոր տնտեսական մեխանիզմների ներդրումը եւ ընդհանուր միջավայրի կայացումը, որը կնպաստի նաեւ մեր ժամանակակից արվեստագետների հանրահռչակմանը, արվեստի ստեղծագործությունների արժևորմանը եւ շրջանառության ընդլայնմանը, ինչպես նաեւ առաջարկի, պահանջարկի եւ մշակութային արժեքների գնային նոր չափորոշիչների սահմանմանը եւ ստվերային շրջանառության կրճատմանը։ Սրանով կստեղծվի հնարավորություն միջազգային հեղինակավոր աճուրդի տների ներգրավման համար, որը կնպաստի հայ եւ օտարազգի արվեստագետների, գալերիստների ու քննադատների միջև նոր կապերի ձևավորմանը, ասում է Ժաննա Անդրեասյանը։ Ուսումնասիրելով շուկան, կարծում ենք, որ նման հեղինակավոր աճուրդային տան ներգրավումը մեր դաշտում կստեղծի պոտենցիալ նաև աճուրդային շուկան դարձնել տարածաշրջանային հետաքրքրության առարկա։ Նախագծի կարևոր կետերից մեկն էլ այն է, որ կտա հնարավորություն արվեստի գործերի գնանշման համար։ Նիկոլ Փաշինյանը նախագիծը ողջունում է, այս ոլորտում բարդ գործընթացները շատ են եւ գնորդի եւ արվեստագետի համար։ Կա ռիսկերի կառավարման անհրաժեշտություն։ Ավելի ինստիտուցիոնալ դարձնելու հնարավորություն կտա, որը կարծում եմ ինքը նաև չի էլ խանգարի մեր վերնիսաժների գործունեությանը, որը Երևանի կոլորիտի համար շատ կարևոր նշանակություն ունի, բայց այնուամենայնիվ սկսած արտահանումից նկարների, որովհետև նկարների արտահանման համար պրոցեդուրաներ կան, մարդիկ անդադ քաշքշուկների մեջ են ընկնում, պիտի նախարարությունից տեղեկանք անեն, չգիտեմ ինչ, այսինքն ենթադրվում է, որ այս դեպքում մարդը եթե գնաց այդ աճուրդային կենտրոնից կամ այդ հարթակից ձեռք բերեց նկարը, ուրեմն այդ ծառայությունները գնի մեջ ներառված կլինեն, որպեսզի մարդ ուղակի վերցնի, կարողանա վերցնի եւ գնա օդանավակայան։ Մեկ այլ նախագծով էլ կկանոնակարգվի ՄԿ համակարգում սովորող անչափահասների համար ծանր վնասակար, առանձնապես ծանր աշխատանքում ներգրավվածությունը։ Պետք է նշեմ միաժամանակ, որ իրականում այս աշխատավայրի հարմարեցված պայմաններում կամ աշխատավայրում ուսումնառությունը անհրաժեշտություն է, որովհետև եթե մենք ուզում ենք ունենալ համապատասխան գործնական հմտությունները ունեցող ուսանողներ, որոնք որ ավարտից հետո կարող են լիարժեք աշխատանքային գործունեություն ծավալել, ապա պետք է այդ ուրեմն պայմանները մոտեցվեն գործնական հնարավորություններին եւ հետեւաբար մեր խնդիրն է ուղղակի կարգավորումներ տալ։
Խոսելով ՄԿ համակարգի գործունեության մասին, Փաշինյանը կրկին հիշեց համընդհանուր հայտարարագրման համակարգը։ Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման այս process-ից իմ ողջավորությունը չի նվազում, որովհետև ինչքան գնում է, ես հասկանում եմ, որ նորանոր շերտեր են բացվում, որոնք ցույց են տալիս, որ իրոք շրջադարձային նշանակություն ունեցող բարեփոխում ենք անում եւ ուրախ եմ, որ մենք այդ բարեփոխումը անում ենք, բայց ուրախ եմ, որ ակնհայտորեն այն առաջին տենց հակադարձումից հետո հանրային ընկալումը process-ի նկատմամբ գնալով օր-օրի այդ ավելի տեսանելի եւ նկատելի է եւ դա իհարկե շատ ուրախացնող փաստ է եւ ուզում եմ այդ առիթով իմ գոհունակությունը արտահայտել։ Պետք է հասկանալ բարեկեցության բաշխվածությունն, ասում է Փաշինյանը, որպիսի հետո առավել թիրախային անհատական ու սոցիալական խմբերի մակարդակով որոշումներ կայացնեն։ Արևիկ Սարդարյան, Արմալուր։